Ձեր կապարակնքված ձեր կողմից կապարակնքված դռները շարունակում է։ Ես եկել եմ այդ նայելու, որ հանգարց չբացվի այստեղ, որովհետև սա եթե բացված չէ, ուրեմն այստեղ մենք մեր եկեղեցու հիմնական սպասքը սրբությունները պահպանել ենք, պահում ենք այստեղ նաև մասունքներ, այսինքն այդ իմաստով կարևորվել էր, որ համատեղ միասնական այդ մեր զրույցների մեջ այս հարցին անդրադարձ ունեցել ենք, որ պիտի ուշադրություն դարձվի, որ որևէ մի բան չվնասվի։ Պատարագը ստեղծան եւ ի վերջո տեղի ունեցավ, Արմավիրի թեմից բերված քահանան անցկացրեց arczepiskopոսների մասնակցությամբ, ինչ կասեք, ինչ է տեղի ունենալու հաջորդիվ։ Հաջորդիվ, այսինքն ես ինչ իմանամ իրանց մտածումները, ինչ պիտի տեղի ունենա, այդ ամեն մեկը մանավանդ այս դեպքում ներկա իշխանությունը իրանք են իրանց քայլերը տնօրինում, մենք չէ որ տնօրինում ենք իրանց քայլերը։ Պարզապես մենք արձանագրում ենք, թե ինչ տեղի ունեցավ այստեղ։ Մեր արձանագրածը արդեն վաղուց հայտնի է, շատ անգամներ խոսել ենք, շատ անգամներ արտահայտվել ենք, ասել ենք, որ տեղի ունեցել բռնազավթում, այսինքն բռնի եկե մարդիկ ուժային վիճակով, ուժ գործադրելով հարց են կարգավորել, իրանց իմացած հարցը կարգավորել են, բայց դա չեն պատկերացնում, որ դա անեծքի հատված է բերում, այսինքն թե մտածում ես դրանով դու օրհնության ես արժանանում, օրհնություն չի գալիս այն դեպքում, երբ որ կատարվում է անօրինականություն, հետևաբար անօրինականության մեջ օրհնություն փնտրելը, դա ասենք խելագարություն է, ամենամեղմ ասած տարբերակով խելագարություն է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այստեղ պատարագից հետո նշել է, որ հաջորդ պատարագը մայրաթոռում պետք է անենք, անձնական կարծիքն է հայտնել, ըստ էության երեք նաև անոնսներով մայրաթոռում իրենք կարող են պատարագի մասնակցել, երբ վեհափառը չլինի։ Այնպիսի մի տպավորություն է մոտը ստեղծվում, որ այդ տեսակի հայտարարությունները, որ կատարում են մարդիկ, իրենց համար հետաքրքիր չէ, ով կվնասվի, ինչ վիճակի կգա մարդը, ասենք, ենթադրենք լավ մայրաթոռում պատարագ պատկերացնում ես, որ պիտի անես, դե բնականաբար այնտեղ կարող է ուրիշ դրություններ լինեն, ու հիմա ասենք ենթադրենք այդ դրությունը, որ ստեղծվի, ինչ է անելու, հանգիստ խիղճով քնելու է, պարզ է, որ այս տեսակի հայտարարությունների մեջ պիտի մարդը զգուշավոր լինի։